Գաստրոքեմփ Կապան 2025 նախագիծը կբացահայտի Սյունիքի ներուժը, նպաստելով մարզի համայնքների զարգացմանը։ Ինչ տեսնել, ինչ համտեսել Սյունիքում, որոնք են ամենանշանավոր վայրերը, որոնք կգրավեն զբոսաշրջիկին։ Մարզի ավանդույթների, մշակութային ժառանգության, խոհանոցի, զբոսաշրջային կարողությունների մասին հարցերին կպատասխանեն ոլորտի լավագույն մասնագետները։ Գաստրոքեմփ Կապանի մեկնարկն ապրիլի սկզբին էր լուսանկարչական ճանաչողական ցուցահանդեսներով, Սյունիքյան խոհանոցի ուտեստների ներկայացմամբ։ Ծրագրերի կարևոր կոմպոնենտներից մեկն է դա կրթական կոմպոնենտն է եւ մենք կազմակերպեցինք դրա համար բիզնես տուր։ Կապանի եւ ոչ միայն նաեւ Սյունիքի այլ քաղաքների եւ համայնքների հոռեկա ոլորտի ռեստորան, հյուրանոց, սրճարան ներկայացուցիչներին, գործարարներին, տնօրեններին, մենեջերներին եւ խոհարարներին մենք հրավիրեցինք Երևան եւ կազմակերպեցինք մեծ բիզնես այց։ Երևանյան բիզնես նախագծից հետո Հայաստանի տարբեր անկյուններից մոտ 20 մասնագետ, պատմաբան, խոհարար, մշակութաբան, մարկետոլոգ այցելեցին Կապան ստեղծելու Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման եւ բրենդավորման գիտահեն փաստաթուղթ քարտեզ, ինչու ընտրվեց հենց Կապանը։ Արայիկ Ազամյանն ասում է, մայրաքաղաքից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս համայնքն ունի զբոսաշրջային եւ բիզնես կենտրոն դառնալու բոլոր շանսերը։ Ինչն է մեր հիմնական աշխատանքներից մեկը, որպեսզի այն համայնքները, որոնք որ ունեն շատ մեծ տուրիստական պոտենցիալ, հասկանան եւ ունենան ճիշտ խնդիրների ցուցակ, ինչպիսին պետք է մարզը ներկայանա իր խոհանոցով, իր սերվիսի որակով, իր հյուրանոցային ստանդարտներով, որովհետեւ իրականում դա շատ կարեւոր է, որպեսզի հյուրի հարմարավետ հանգիստը կազմակերպվի։ Գաստրոքեմփ Արմենիա նախագծի հիմնադիրներն ընդգծում են Երևանից Կապան օդային ուղևորափոխադրումների օրեցօր աճող պահանջարկը։ Մայրաքաղաքից 40 րոպեում Սյունիքի մարզկենտրոն հասնելը մեծացնում է Հայաստանի հարավային ուղղության զբոսաշրջային գրավչությունը։ Շատ կտրուկ փոխում է մոտեցումը Կապան գալու, հա, մենք շատ սիրում ենք ասել, որ Կապանը շատ ավելի մոտ է, քան դուք կարող եք ձեզ պատկերացնել։ Շատ կարևոր է, որ այն ենթակառուցվածքները, ում դուք հանդիպելու եք, հա, գալով քաղաք, լինեն պատրաստված, իրենք իմանան ոնց են դիմավորելու ձեզ, ինչ ձևաչափով են, հա, դիմավորելու, ինչ ուտեստներ են ձեզ մատուցելու եւ իհարկե դա այդ ամենը պետք է արվի շատ բարձր մակարդակով։ Կազմակերպիչները կարևորում են պետության աջակցությունը մարզի զարգացմանը, շեշտում տեղական ինքնակառավարման մարմինների նախագծին ներգրավման անհրաժեշտությունը, մասնագետների գիտելիքի ու փորձի փոխանակումից հետո Կապանի շարունակական զարգացումը հենց համայնքի ձեռքում է։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։